Գյուրջան կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Թեհրանում միջազգային երկխոսության համաժողովն է, այստեղ են տարածաշրջանի երկրների ներկայացուցիչները, նաև Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Ադրբեջանի նախագահ Հիկմեթ Հաջիևը։ Մեր երկրի անվտանգության խորհրդի քարտուղարը թեհրանական այս հարթակում դարձյալ պնդել է. հայկական կողմը չի քննարկում այսպես կոչված Զանգեզուրի միջանցք նախագիծը, այն գոյություն չունի։ Գրիգորյանը ձևակերպում է Հայաստանը երբեք չի գործածել միջանցք տերմինը։ Frankly, there is no any discussion about any corridor. Անկեղծ ասած, որևէ միջանցքի մասին քննարկում չկա, մենք նույնիսկ նման տերմին չենք օգտագործում, բայց մենք խոսում ենք այն մասին, թե ինչպես կարող ենք բացել տարածաշրջանային հաղորդակցությունները, խաղաղություն եւ կայունություն բերել տարածաշրջան եւ նպաստել զարգացմանը։ Մեկ անգամ չէ, բազմաթիվ անգամներ է պաշտոնական Թեհրանը իր հերթին դեմ արտահայտվել միջանցքային տրամաբանությանը, այն համարելով վտանգ թե հայկական, թե իրանական շահին, բայց արդյոք սա հասկացել է Բաքուն, հարմարվել Նախիջևան գնալու իրանական տարբերակին։ Համենայն դեպս այս տարի Ալիևը մի քանի անգամ արդեն ասել է, որ Երևանին սպասել չեն կարող, համագործակցում են Թեհրանի հետ։ Խաղաղության գործընթացի շուրջ լռության պայմաններում պաշտոնական Բաքուն վերջին ժամանակներում կարծես լռում է, նաև այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին, թեև սահմանին սադրանք է հրահրում ու տորպեդահարում խաղաղության գործընթացը։ Պաշտոնական Հայաստանի անգամ պարզեցված պայմաններով, նվազագույնի հասցված ստուգումներով ճանապարհը չի ուզում Բաքուն, ուրեմն հրաժարվել է այս մտքից։ Պետք է անվանել թուրանական միջանցք։ Իրենք չեն հայտարարել, որ մենք հրաժարվում ենք, ասել են, որ պետք է բացենք, նաև կատարել են շինարարական աշխատանքներ, ինչու չեն համաձայնում, որովհետև ամբողջական վերահսկողություն են ուզում թուրանական միջանցքի վրա։ Իսկ դա էլ նշանակում է ոչ թե միայն ճանապարհի հարց է Ադրբեջանը փորձում լուծել, այլ Հայաստանի հարցն են փորձում լուծել։ Իդեպ Թեհրանում Գրիգորյանը հիշեցրել է հայկական խաղաղության խաչմերուկ հայեցակարգը, այն ներկայացնելով որպես տնտեսական ենթակառուցվածքների զարգացման ծրագիր։ Հենց այս նախաձեռնությունն էր, որ Ալիևը որակեց ընդամենը թղթի կտոր։ Խաղաղության բանակցությունների մեկնարկին կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը հանվեց փաստաթղթից, առանձին քննարկելու։ Հիմա ոչ մեկն է առաջ գնում, ոչ մյուսը։ Կա նաև երրորդ սառած կանգ առած գործընթացը՝ սահմանազատում, սահմանագծում։ Ինչու հանկարծ։ Բանակցություններ չկան Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Ստացվում է, որ Ադրբեջանը եւ Թուրքիան սպասում են որոշակի լուծումների, կամ նրանց ասվել է, պետք է սպասեն այդ որոշակի լուծումները, ինչպիսին կլինեն Ուկրաինայում, ինչպիսին կլինեն Իրանի հարցում։ Ահա այդ հարցերից է ստերեոտիպ կախված այն վերջին մի քանի քայլերը, որ մնացել է կատարել Հայաստանի նկատմամբ, այնպես որ Ադրբեջանին առայժմ ասված է, որ սպասի։ Իդեպ, ինչ վերաբերում է ԱՊԱ շրջափակմանը, ըստ քաղաքագետի, նաև խաղաղության խաչմերուկն այս պահին Հայաստանի համար լավագույն եւ անվտանգ տարբերակը չէ, քանի դեռ թուրք-ադրբեջանական կողմը չի դադարեցրել հակահայկական պահվածքը։ Թշնամուն որևէ կերպ վստահելը խիստ վտանգավոր է։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, իսկ մինչ այդ Սերգեյ Լավրովը հայաստանյան այցը սկսել էր Մայր Հայաստան հուշարձանից, ծաղիկներ խոնարհելուց։ Հայաստանի արտգործնախարարի հետ փակ հանդիպումից հետո ընդլայնված կազմով հանդիպմանը Լավրովը շեշտում է, խնամքով են վերաբերում Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, շարունակում է, Ռուսաստանը պատրաստ է բոլոր հնարավոր տարբերակներով գործակցել Հայաստանի հետ։ Ռուսաստանը նախկինի պես համարում է, որ Հայաստանի համար ռազմավարության հիմնական ուղղություններից մեկը անվտանգությունն է, եւ մենք պատրաստ ենք բոլոր հնարավոր տարբերակներով համագործակցել Հայաստանի հետ, հատկապես նրա սուվերեն տարածքի պաշտպանության հարցում։ Ըստ Լավրովի, Ռուսաստանն անկեղծորեն հետաքրքրված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմամբ։ Որպես հիմք Լավրովը հիշեցնում է երեք երկրների առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունները։ Մենք ողջունել ենք խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Պատրաստ ենք նպաստելու բոլոր այն հարցերի կարգավորմանը, որոնք անհրաժեշտ են փաստաթղթի վերջնական ստորագրման համար։ Ըստ Լավրովի, ռուսական կողմը բավարար ներուժ է տեսնում նաև տարածաշրջանային գործակցության 3 գումարած 3 ձևաչափով աշխատանքների հարթակում։ Ընդլայնված կազմով այս հանդիպումից հետո երկու երկրների արտգործնախարարները ստորագրեցին արտգործնախարարությունների միջև 25-26 թվականների համար խորհրդակցությունների ծրագիրը։
Հետո հերթը լրատվամիջոցներինն է, համատեղ ասուլիսում մեր երկրի արտգործնախարարն ասաց, Լավրովի հետ բանակցությունները բավականին ընդգրկուն եւ կառուցողական էին։ Կողմերը քննարկել են գործակցության բոլոր ոլորտները տնտեսությունից մինչև դիվանագիտություն, երկկողմ հարաբերություններ, տարածաշրջանային հարցեր։ Արդյոք մենք պատրաստվում ենք վերաֆորմատավորել մեր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Միրզոյանը ցանկանում է ուղիղ պատասխանել. Ոչ։ Մեր պարտավորությունները եւ իրավունքները եւ մեր մտադրությունները միմյանց նկատմամբ հստակ գրված են թղթի վրա, ստորագրված են, ավելացված են եւ դրանք որևէ մեկը չի լուծարել։ Միևնույն ժամանակ հայտնի են հայաստանյան կողմի մտահոգությունները այն մասին, որ նախատեսված միջոցառումները, մեխանիզմները ոչ անպայմանորեն միշտ եւ ոչ անպայմանորեն ամբողջությամբ կամ սահմանված կարգով աշխատել են, բայց սա բոլորովին այլ հարց է։ Եվ ապա սեպտեմբերին արդեն առաջի կեսին մենք տեսանք ադրբեջանական զինված ուժերի հարձակումը Ջերմուկի ուղղությամբ եւ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտում, Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմանների խախտումը, իհարկե մենք այս մասին տեղյակ պահեցինք մեր դաշնակիցներին եւ Ռուսաստանի դաշնությանը ուղիղ որպես երկկողմ դաշնակից եւ նաեւ հապկի շրջանակներում մեր ռազմական դաշնակիցներին գործողությունները, որոնք դրանք հետևեցին, ինչպես արդեն առիթ ունեցել եմ ասելու, գոհացուցիչ չէին Հայաստանի Հանրապետության համար։ Նախարարը հիշեցրեց, որ Երևանը բավարարված չէ հապկի շատ կոնկրետ իրադարձություններին տված արձագանքով եւ Հայաստանը սառեցրել է գործունեությունը կառույցի շրջանակներում։ Նա ընդգծեց, որ Երևանի եւ Մոսկվայի քննարկումները շարունակական են, կառուցողական։ Այս դիտարկումից հետո Լավրովն իր հերթին ավելացրեց, թե կիսում են այն գնահատականը, որ եվրոպական անվտանգության գոյություն ունեցած համակարգն արդյունավետ չէ, իսկ ռուսական կողմը շահագրգռված է հապկում Հայաստանի ակտիվ մասնակցությամբ։ 2029 Ջերմուկի ուղղությամբ հարձակման ժամանակ ինչու ռուսական կողմից չեղավ համապատասխան արձագանք։ Լրագրողներն են հետաքրքրվում Ռուսաստանի ներկայացուցչից։ Լավրովն ասում է. Դա բավականին անսպասելի էր, որովհետև 2020 թվականի նոյեմբերին թեժ մարտական գործողությունների ընթացքում, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ խմբագրեց հրադադարի մասին համաձայնագրի տեքստը, այդտեղ Լեռնային Ղարաբաղի պատկանելիության հարցը գիտակցաբար փակագծերից դուրս էր թողնվել, բայց տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։ Միրզոյանն իր հերթին է պատմում Ջերմուկի այդ իրադարձությունների դիվանագիտական ընթացքը։ 2022-ի օգոստոսին ռուսական կողմը միջնորդական առաջարկություն ներկայացրեց Հայաստանին եւ Ադրբեջանին, հերթական անգամ վստահաբար բարի մտադրությունից ելնելով։ Հայաստանյան կողմը իր համաձայնությունը հայտնեց այդ առաջարկություններին, ադրբեջանական կողմը չտվեց դրական դիրքորոշում։ Սա օգոստոս ամիսն էր, պատմում է Միրզոյանը։ Խոսելով Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին եւ արձագանքելով Լավրովի խոսքերին, թե Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի կազմում, նշել է. Ռուսաստանի Դաշնությունը բարձրագույն մակարդակով ընդգծել է Լեռնային Ղարաբաղի պատկանելիությունը Ադրբեջանին։ Հայաստանը չի վիճարկում այս մոտեցումը։ Առիթից օգտվելով Միրզոյանը վերահաստատեց. Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ռուսական զենքն օգտագործվել է 7 ադրբեջանական շրջանների գրավման համար եւ այնտեղ ամրաշինական ու ռազմական գծերի կառուցման համար, որոնք ցույց են տալիս, որ հաշվարկն այդ տարածքների երկարաժամկետ պահպանումն էր։ Որոշ վերլուծաբանների գնահատմամբ այդ ամրաշինական կառույցների բնույթը ցույց է տալիս, որ դրանք երբևէ չեն էլ պլանավորվել վերադարձնել Ադրբեջանին։ Կառավարությունը հավանություն տվեց ԿՊԱ-ական падգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագծին, սակայն որոշ փոփոխություններով։ Պարտադիր զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ու վճարել 24 միլիոն դրամ, անցնել 4 ամիս վճարել 18 միլիոն դրամ։ Մինչև 16 տարին լրանալը Հայաստանի քաղաքացիությունից դուրս գալու համար Արական սեռի քաղաքացիների կողմից դիմում ներկայացնելու պետական տուրքի գումարը կսահմանվի 15 միլիոն դրամ։ Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն սահմանային տարիք կնախատեսվի 32 տարեկանը։ Նախաձեռնությունը ազգային ժողովի падգամավոր Հայկ Սարգսյանինն է եւ այն քննարկում է անցել նաեւ միջգերատեսչական հարթակում, ինչպես նաեւ անցել է նաեւ նախարարական կոմիտեով եւ ըստ այդմ ձևակերպվել է հետեւյալ առաջարկությունները կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել 1 ամսվա դեպքում 24 միլիոն դրամ եւ 4 ամսվա դեպքում 18 միլիոն դրամ։ Յուրաքանչյուր զորակոչի հայտարարման մասին կառավարության որոշման մեջ սահմանել տվյալ զորակոչին համապատասխան կրճատ ժամկետով ծառայություն անցնելու դիմումների առավելագույն քանակը եւ դիմումների ներկայացման կարգը։
Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն սահմանային տարիքը նախատեսել 32 տարեկանը, իսկ պետական տուրքի մասին օրենքում փոփոխության փոխարեն պաշտպանության մասին օրենքում նախատեսել մինչև 16 տարին լրանալ Նարական սեռի քաղաքացիների կողմից օրենքի ուժով Հայաստանի Հանրապետության նկատմամբ 15 միլիոն դրամ գումարի չափով հանրային իրավական դրամական պարտավորություն, որը դադարում է Արական սեռի քաղաքացուն զինվորական հաշմարման վերցնելու փաստի ուժով կամ հօգուտ պետական բյուջեի վճարմամբ ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու դեպքում։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանի պետականության վերականգնման ուղիները ցուցադրությունը տեսնելու սուր անհրաժեշտություն է զգացել։ Այս մասին Հայաստանի վարչապետը գրել է Տելեգրամի իր ալիքում եւ հրապարակել տեսանյութ։ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը նշում է կազմավորման 10 տարին, ինչը պետք արտակարգ իրավիճակների դեպքում մարդկային կյանքեր փրկելու, արագ արձագանքելու համար։ Երկու երկրների արտակարգ իրավիճակներում աշխատող մասնագետները ցուցադրական վարժանքների ընթացքում ներկայացրին, թե ինչի են ընդունակ եւ ամենակարևորը ինչպես են կարողանում աշխատել համատեղ։ Հզոր պայթյուն եւ հրդեհ շինությունների ներսում փակված քաղաքացիներ, բարդ իրավիճակներ, որի ընթացքում հրշեջ փրկարարները առաջին բուժօգնություն ցույց տվող անձինք միանգամից գործի են անցնում, առանց խանգարելու մեկը մյուսին, մարդկային կյանքեր են նրանք փրկում։ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը հագեցած է անհրաժեշտ բոլոր տեխնիկական եւ տեխնոլոգիական բարձրակարգ միջոցներով։ Հայաստանում այս կենտրոնի շնորհիվ բարձրանում է նախ եւ առաջ փրկարարների որակավորումը։ Վարժական առաջադրանքից գոհ են ուժային կառույցների ղեկավարները։ Այստեղ փրկարարները թրծված են եւ կարող են մասնակիցը դառնալ բոլոր անհրաժեշտ միջոցառումների, որոնք կապված են արտակարգ իրավիճակների ռիսկերի հետ։ Ցուցադրական վարժանքներին Հայաստանի եւ Ռուսաստանի հրշեջ փրկարարներից բացի մասնակցեցին եւս 12 երկրի ներկայացուցիչներ, որոնք ընդգրկված են քաղաքապաշտպանության միջազգային կազմակերպության մեջ։ Ադրբեջանի բնակիչ Իգբալ Աբիլովը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքով։ Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, գործի դատաքննությունն ավարտվել է։ Աբիլովին պետական դավաճանություն են վերագրում, նա իբր կատարել է հայկական հատուկ ծառայությունների հանձնարարությունները։ Աբիլովը նախկինում բնակվել է արտերկրում, սակայն հետագայում ձերբակալվել է ադրբեջանցի ուժայինների հատուկ գործողության արդյունքում։ Մինչև Երևանի հավաքանին 15 րոպե չէր կողմնորոշվում օրակարգի 23 հարցից, որ մասը զեկուցվող, որը չզեկուցվող դարձնել, քաղաքապետարանի մյուս մասնաշենքը հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում էր։ Ավելի ուշ կաշառք ստանալու մեղադրանքով երկու պաշտոնյայի ձերբակալեցին, թե ում հայտնի չէ։ Իսկ օրակարգային հարցերի շուրջ ավականու եւ ոչ մի խմբակցության առաջարկն այս ընթացքում այդպես էլ չընդունվեց։ Աշխատանքները սկսեցին քննարկելու զեկուցվող երկու հարցը։ Առաջինը հունվարից մայիս ամիսների ընթացքում աղբանության վարձը չվճարած քաղաքացիների տույժ տուգանքները ներելու նախագիծներ։ Վճարման առցանց հարթակը միայն հիմա են գործարկում։ Վճարումների ընդունման առցանց համակարգի միջոցով սահմանված ժամկետներում վճարումներ կատարելու ոչ ամբողջական հնարավորության հետևանքով առաջարկում է որոշման կետը շարադրել նոր խմբագրությամբ։ Քանի երևանցի է օգտվելու այս արտոնությունից անցած 5 ամիսների տույժ տուգանքները որքան են եղել, ընդդիմադիր ավականիները այս հարցի պատասխանը մի քանի անգամ փորձեցին ստանալ քաղաքապետարանի պաշտոնյայից, ձեռքի տակ թվեր չուներ։ Կոնկրետ հիմա թվային ցուցանիշը մոտս արկա չի, բայց վստահաբար բավականին փոքր թիվ է կազմելու, քանի որ օրինակ բերեմ էլի 1000 դրամ աղբանության վճարը չվճարելու արդյունքում այս մայիսի 1-ից մինչև մայիսի 20-ը հաշվարկված տույժը մոտավորապես 11 դրամ է կազմելու, այսինքն եթե բազմապատկենք բոլոր բնակելի սեփականատերերի քանակով վստահաբար թիվը մի քանի միլիոն դրամ է կազմելու։ Ստացվում է, որ կես տարվա համար արտոնություն ենք տալիս, ճիշտ է։ Այնա տենց ամբողջ տարվա համար եկեք արտոնություններ տանք, որտեվ բավականին լուրջ անհարմարություններ եք այդ ծրագրի բացակայության պատճառել մեր քաղաքացիներին։ Եթե արկա լինի խնդիրը, հետագայում նաև որոշակի, չգիտեմ, տեխնիկական խնդիրներ լինեն, որովհետև հարթակները այնուամենայնիվ արդեն իսկ հասանելի են։ Ամբողջ իմաստը այս արտոնությունը տալու այն էր, որ մարդիկ այդ առցանց հնարավորությունը լայնորեն ստեղծված չունեին իրենց համար։ Արդեն ելույթների ընթացքում ինչից ասես խոսեցին էլ մանկապարտեզների անորակ շինարարությունից, էլ տրանսպորտի բոյկոտից, որ բյուջեում 2 ու 3 միլիարդ դրամ թերկատարման պատճառ է դարձել ու այսպես շարունակ։ Ասում է ճկուտով գնում ասֆալտ եք քանդում, որ վատ որակի է, մի հատ գնացեք նախկիների շինարարություններն արեք։
Բա ԿՊ-ի ավականներ ձեր գործի անունն ի՞նչ է որ դրանք գնում վատ են սարքում։ Բա գնացեք այդ նախկիներին բռնեք, այդ կապունի հերն անի։ Քաղաքապետը հերթով բոլոր ելույթ ունեցողներին, այդ թվում իշխանականներին նկատողություն արեց քննարկվող աղբանության տույժ տուգանքները ներելու նախագծից խոսելու կոչ արեց։ Ավականիները սակայն իրենց օրակարգով էին շարունակում ամբիոնին մոտենալ։ Ավինյանն էլ որոշեց արտահերթ ելույթ ունենալ։ Ամենամոլորեցնող քայլը, որ արվում է, դա այն է, որ այս 2-3 մանկապարտեզները, որոնք ցույց են դրվում որպես խնդրահարույց, փորձում է այնպիսի պատկեր ներկայացվել, որ համատարած նմանատիպ խնդիր ունեն։ Սա բացարձակապես իրականությանը չի համապատասխանում։ Օրակարգային երկու հարցերը վերջիվերջո ընդունեց ավականին, քաղաքապետն էլ հրահանգեց աշխատակազմին մանկապարտեզների վերաբացումներին հրավեր ուղարկել բոլոր ֆրակցիաներ, գնան իրենց աչքով տեսնեն։ Երևանի քաղաքապետարանում խոզարկություններ են ընթանում հակակոռուպցիոն կոմիտեի քննած քրեական վարույթի շրջանակում կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են քաղաքապետարանի երկու պաշտոնատար անձ, նախաքննության շահերից ելնելով այլ մանրամասներ չեն հրապարակվում, նշել է խոսնակը։ Նիդերլանդների թագավորության մայրաքաղաք Ամստերդամի Սուրբ Նիկոլայ գլխավոր տաճարում տեղի ունեցավ Սուրբ Գրիգոր Նարեկացուն նվիրված հուշարձանի հանդիսավոր բացման արարողությունը։ Նախաձեռնության հեղինակ եւ ծրագրի իրականացնող Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ պրոդյուսեր Ռաֆայել Հովանիսյան, ծրագրի գործընկերն Ամստերդամում Գրիգոր Նարեկացի հիմնադրամի նախագահ Վահան Ավագյան, վերջինիս ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ տեղադրել հուշակոթողը Ամստերդամի գլխավոր տաճարում։ Քանդակագործ Դավիթ Երևանցի, ում Նարեկացու հուշարձանը տեղադրվել է նաև Վատիկանում։ Տիեզերական եկեղեցու 36-րդ վարդապետ Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են կաթոլիկ եկեղեցու Ամստերդամ Հարլեմ թեմի առաջնորդ եպիսկոպոս Յան Հենդրիքսը, Ամստերդամ քաղաքի կաթոլիկ եկեղեցու հոգևոր առաջնորդ եկեղեցու հովիվ Էրիկ Ֆենիսը, Հարավային Եվրոպայի հայրապետական պատվիրակ եւ Սուրբ Աթոռում հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ գերաշնորհ Խաժակ arczepiskopos Պարսամյանը։ Որտեսի Իշադակի այս անգյունը նվիրված Սուրբ Գրիգոր Նարեկացի անվանփոր եւ օրդվո եւ ողջույն սրբո ամեն։ Միջոցառումն իրականացվել է երջանկահիշատակ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Գրիգոր Նարեկացուն տիեզերական եկեղեցու 36-րդ վարդապետ հռչակելու կապակցությամբ եւ Նարեկացու հանրահռչակման ծրագրի շրջանակներում։ Համահայկական աշխարհագրականի այս նախաձեռնության նպատակն է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշակոթողներ տեղադրել աշխարհի տարբեր երկրների գլխավոր տաճարներում, այս կերպ ընդգծելով նրա անձի բացառիկ հոգևոր ժառանգության եւ մատյան ողբերգության գլուխգործոցի նշանակությունը։ Նախաձեռնությունն իրատեսական հիմք ունի, քանզի նշված սրբավայրերը մեծաթիվ զբոսաշրջիկների այցելության կենտրոններ են, ինչի շնորհիվ միլիոնավոր մարդիկ հնարավորություն կունենան տեղեկություն ստանալու Սուրբ Գրիգոր Նարեկացու կյանքի եւ գործունեության վերաբերյալ։ Առաջին հուշարձանի տեղադրման գործընթացի հետ միաժամանակ իրականացվում են աշխատանքներ Նարեկացու կոթողներ տեղադրելու նաեւ մի շարք եվրոպական երկրների հանրահայտ տաճարներում։ Ծրագրի մեկ այլ մասը նվիրված է մատյան ողբերգության թարգմանությանն ու աշխարհի տարբեր լեզուներով տպագրելուն։ Առաջին 3 հուշակոթողների պատրաստման ամբողջ գործընթացն իր վրա է ստանձնել նախաձեռնության հեղինակ Ռաֆայել Հովանիսյանը։ Հաջորդ հուշարձանների ստեղծման եւ արտերկրում տեղադրման նպատակով նա հրավիրում է համագործակցության բոլոր նրանց, ովքեր համարում են, որ Սուրբ Գրիգոր Նարեկացին պետք է արժանիորեն դառնա համաշխարհային հոգևոր եւ մշակութային ժառանգության լիարժեք մաս։ Երկրորդ շարքում կայանած մեքենաները Երևանյան փողոցների մշտական հյուրերն են դարձել, խոչընդոտում են երթևեկությունը, առաջացնում վթարավտանգ իրավիճակներ։ Մասնագետները պնդում են պատճառներից մեկը մայիսի 1-ից ուժի մեջ մտած նոր բալային համակարգն է։ 13 բալ նախկին 9-ի փոխարեն վարորդները ավելի համարձակ են դարձել, պատժամիջոցները ավելի թույլ։ Ամենասկզբից երբ որ բալային համակարգը մտել է, ընդհանրապես կանգարի խախտումը գնահատել էր կես բալ։ Անցած տարի փոխեցին կանգարի խախտումը սարքեցին 0.25 բալ էլի հիմնավորելով, որ իհարկե դրանով ընդառաջ են գնում տաքսիստերին, որպեսզի 9 բալը լրանա 36 անգամ մարդը պետք է խախտումն անի։ Հիմա երբ որ սարքեցին 13 բալ ընդհանուր քանակը բալերի, այս խախտումը մեկը մնացել է 0.25 բալ։ Անշանակում դե 51 անգամ երբ որ շարք կայանելու դեպքում մեկը մարդու բալերը չեն վերջանում։ Օրենքի հեղինակները պնդում են բալերի ավելացումը առանձին դեպքերում օրինակ տաքսու վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում խախտումներ կատարելու, օրինակ թույլատրելիից ավելի երկրորդ շարքում կանգ առելու։
պետք է բոլոր տաքսիստերին բերել օրինական դաշտ, գրանցել եւ գրանցված բոլոր տաքսիկ մեքենաներին թույլ տալ երկրորդ շարքում կայանել, մեկի փոխարեն պայմանական 3 րոպե։ Հիմա բարձրացել են ավելի լավ։ Ուղղակի շատ էլ վարորդներ դրանից չառիթավորվեն, էլի։ Ճիշտ է, եթե գրպանին ինչ որտեղ կպնեն, խախտումները ավելի կքչանան, բայց դե խախտողը խախտելու է։ Դա էտի մենտալիտետ է, էտի ժամանակի ընթացքում կամաց է էտի ներմուծվում, որ մարդիկ նորմալ վարեն։ Ինի ժամանակ ավելի զգոն կքշեն, ավելի լավ 9 մնա, քան թե շատացնեն։ Երկրորդ շարքում կանգնելը հաճախ է դառնում վթարների, խցանումների ու կոնֆլիկտների առիթ։ Վարորդներն ու մասնագետը համակարծիք են, վերահսկողությունը թույլ է, այնուամենայնիվ նրանց մի հարց է հուզում։ Երկրորդ շարքում կայանելու համար պաշտոնավոր անձինք եւս կրում են նույն պատիժը, ինչ իրենք ներքին գործերի նախարարությունից վստահեցնում են, թե անկախ վայրից ու պաշտոնից երկրորդ շարքում գտնվող մեքենաներին պարբերաբար զգուշացնում են ու վերացնում խախտումը, նաեւ վարչական արձանագրություն են կազմում։ Մերձավանի դպրոցում տեղի ունեցած միջադեպը շարունակում է կրքեր բորբոքել ու մնալ հանրության ուշադրության կենտրոնում։ Մարդկանց հատկապես զայրացրել է դպրոցի ուսուցչուհու նկատմամբ երեխաների անհարգալից վերաբերմունքն ու պահվածքը։ Նաև սա է պատճառը, որ միջադեպին ներկա դեռահասները սկսեցին թիրախավորվել տարբեր սոցիալական հարթակներով։ Անտեսելով երեխաների տարիքային առանձնահատկություններն ու իրավունքի ոտնահարման սկզբունքները, ատելության խոսքի մի մեծ ալիք ուղղվեց դեպի դպրոցականներ։ Երեխաները սկսել են թիրախավորվել, տարբեր բառեր օգտագործելու, տարբեր վարքագիծ դրսևորելու եւ փոխանակ պատճառները եւ հետևանքները կարողանանք քննարկել, մենք սկսեցինք շեղվել ամբողջությամբ երեխաների ուղղությամբ։ Որոշ երեխաների մոտ կարող են առաջանալ թերարժեքության բարդություններ, երեխաների մոտ կարող է առաջանալ նաեւ մեծերին չհարգելու եւ նաեւ մեծերի հետ հակադրվելու կայուն պրակտիկան։ Հոգեբանը նկատում է դեռահասության տարիքի երեխաներին բնորոշ են հուզական բռնկումները, պոռթկումներն ու հրահրված կոնֆլիկտայնությունը, բայց սա ամենևին էլ չի նշանակում, որ նրանց մասնակցությամբ տեսանյութերը պետք է թիրախավորվեն, դառնան ծաղրի առարկա կամ կոշտ քննադատության ենթարկվեն։ Ընդհակառակը երեխաներին պետք է զերծ պահել բռնության, ատելության ու անհանդուրժողականության դեպքերից։ Եթե այստեղ երեխան սադրանքի ազդեցությամբ տակ փորձում է ինչ-որ բան ցույց տալ, ինչ-որ կերպ ինքնահաստատվել, ինչ-որ մեծահասակի շահերի է ծառայում, ապա հասարակության նման արձագանքը մեր ապագա քաղաքացիներին, այս նույն դեռահասներին դարձնելու է ել ավելի հակասոցիալական, երեխաների մոտ լինելու է հիասթափություն, անարդարության զգացում, մեղքի զգացում։ Մարդկանցից ստացած ատելությունն ու ագրեսիան երեխաները տարիներ անց վերադարձնելու են նույն այդ հասարակությանը։ Նման իրավիճակներում հատկապես կարևոր է մեծահասակների ըմբռնման կարևորությունը, սթափ դատողությունն ու համբերատար վերաբերմունքը։ Ես օրինակ հանդիպեցի 1300 մեկնաբանությամբ, որտեղ կա մեկ դրական, մեկ հաստատող կամ մեկ կանխարգելիչ մեկնաբանություն, որ փորձեք երեխաներին ետ պահել նման ագրեսիվ նոտաներին։ Որտեղ երեխաներին զերծ պահել էկրանների առջև խոսելուց։ Ցավոք սրտի, եթե արդեն տեղեկատվությունը հայտնվել է համացանցում, այն վերածվում է շատ խիստ բացառիկ դեպքերում, եթե ինքը պարունակում է հատուկ դաժանություն, եթե այնտեղ կան անպարկեշտ ինչ-որ արտահայտություններ կամ տեսաձայնագրություններ եւ ինֆորմացիայի մեծամասնությունը պահպանվում է շատ երկար։ Ծնողը կարող է պահանջել, որպեսզի ինչ-որ օգտատերը դա հանեն, բայց նրանց չհանելու պարագայում նա ստիպված է լինելու իր իրավունքները պաշտպանել դատական կարգով։ Մասնագետները հորդորում են զերծ մնալ ատելության խոսքից, հիշել, որ նրանք մեր պաշտպանության եւ աջակցության կարիքն ունեն եւ չի բացառվում նաեւ, որ խոր վերլուծությունից հետո երեխան կարող է նաեւ զղջալ իր արարքի համար։